Եվ փաստացի մենք պետք է ասենք, որ Նիկոլի ծուր հայելիները, եթե պատրում ես, ապա տեսնում ես, որ Նիկոլի իրական քաղաքականությունն է, այս ամբողջ հայրաքելական եկեղեցու բնաջնջումը, հավատի ջարդը եւ քրիստոնեության աղավաղումը, Հայաստանը Ադրբեջանի կազմում Նիկոլի երազանքն է եւ տարածքների կորուստը ու ցեղասպանությունը Նիկոլի մեղքերից մեկն է։ Այնուամենայնիվ, աշուն է, եւ ես միշտ մտածում եմ Նիկոլը նման է այս հիվանդ տերևի, այլևս սպառված է, անցնելու է գնա, արմատները մեր ազգի ամուր են եւ ազգը միևնույն է ոտքի է կանգնելու, այդ թվում հենց մեր շնորհիվ։ Եվ այդ պատճառով մենք ներկայացնում ենք նաեւ ճշմարիտ հայելիները։ Եվ ճշմարիտ հայելիները դա այն անհրաժեշտությունն է, որ այսօր պիտի լինի։ Եվ մենք ունենք 3 նպատակ ու այլը չկա։ Առաջին նպատակն է անհապաղ ձերբազատվել հիմնական չարիք հանդիսացող Նիկոլի իշխանությունից եւ Նիկոլի ամբողջ ապարատը։ Սակայն նորից եւ նորից մենք ոչ թե պետք է պարզապես ձերբազատվենք, ոչ, իրենք պետք է օրենքի ողջ ուժով պատասխան տան իրենց չարիքների համար։ Եվ դրա համար առաջին ճշմարիտ հայելին, որ բոլորը պետք է ի վերջո առերեսվեն այս ճշմարտության հետ, դա պետական դավաճան հանցագործները պետք է անհապաղ դատվեն, այլ ոչ թե համարձակվեն պատրաստվել ընտրությունների։ Եվ սա առաջին ճշմարտությունն է։ Եվ երկրորդը, ընդդիմությունը պետք է ի վերջո միավորվի։ Առանձին այդ հիմա, որ շատ նորանոր կուսակցություններ են ի հայտ գալիս եւ բոլորը փաստացի ոչ մի ձևով չեն կարողանում միավորվել ու հակառակը ավելի ու ավելի պարակվում են։ Մեր միակ զորությունը միասնության մեջ կլինի եւ ընդդիմությունը պետք է անհապաղ միավորվի։ Միավորվի ոչ թե մեկի շուրջ նորից ու նորից, այլ Նիկոլի դեմ եւ հանուն հայրենիքի։ Մեր երկրորդ հիմնարար նպատակը, որ պիտի լինի, դա ամբողջ հայկական ուժերով գտնել ճանապարհը, որով հնարավոր կլինի Հայաստանը այս սարսափելի իրավիճակից հանել։ Եվ երրորդ նպատակը նոր կլինի, երբ որ մենք հանենք այդ ծանր վիճակից, նոր կարողանանք հասկանալ, թե որն է մեր զարգացման ճանապարհը։ Եվ երրորդ հիմնական հայելին, ամեն հայ պարտավոր է, ոչ թե պետք է, պարտավոր է պահպանել ամբողջ գնով, անգամ կյանքի գնով, ազգի հիմնասյուն հայ առաքելական եկեղեցի։ Եվ ի վերջո մեր չորրորդ հայելին, որը մեր խորին համոզմամբ իրոք ճանապարհն է, դա ազգովի խնդրել գերաշնորհ Միքայել Սրբազանին, տալու իր գերաշնորհ համաձայնությունը դառնալու Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ես հատուկ ընդգծում եմ, ոչ թե լինելու համատեղ թեկնածու, ոչ թե լինելու առաջնորդ, ոչ, խնդրենք, որ ինքը համաձայնվի դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ ես հավատում եմ, որ դա կլինի։ Ձեզ էլ։ Առավոտեի հարգելի հետևորդներ, իսկ ես հիշեցնեմ, որ այս պահին ազգային ժողովի դիմաց իրականանում է բողոքի ակցիա, որը